18-ից 19 Meridian Expo կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը, լավագույն գործատուների ամենամեծ եւ սպասված կարիերային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ ներքին գործերի նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարեց ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը, այն դիտարկելով նոր կադրեր ներգրավելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։ Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները եւ ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը։ Ներկայացնում ենք մեր բարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք հիմնականում բաժանում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված եւ արտակարգ իրավիճակներում օգտագործող հատուկ միջոցները եւ դրանց կիրառման կանոնները եւ տարբերակները։ Ներքին գործերի նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն պարեկային եւ փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի եւ կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։ Այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, մենք էլ սիրով պատասխանում ենք։ Հարցերը բազմազան են, սկսված մեր տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից, մինչև մոտոցիկլի պարազինություն, հագեցվածություն։ Ծառայողները կիսվել են փորձով ներկայացրել հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։ Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի եւ կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։ Աշխատանքի ապագան 2030-ի խորագրով քննարկմանը մասնակցել է ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։ Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները, նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն, պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն եւ ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։ Նատալի Սահակյանը կիսվել է ներքին գործերի նախարարության փորձառությամբ, ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության եւ արժանիքահեն աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների եւ աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։ Հաշվարկման նոր բանաձև եւ գույքահարկի նվազում։ Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Էլեկտրամոբիլների վարորդները Road Police AM հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը։ Իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի։ 251 ձիաուժ եւ բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։ Շատ գոհ եմ փոփոխությունից, ինձ թվում է արդարացված է։ Ձիաուժը 183 էր, հիմա այս բան չեմ կոնկրետ թիվը նայել եմ, բայց չեմ հիշում։ Գույքահարկը մոտ 80,000-ից իջել էր 29,000 դրամ։ Առաջ 115,000 էր, հիմա որնայիցի 36,000 է դարձել, այսինքն 70,000 դրամի տարբերություն է տարեկան, որի համար շատ շնորհակալ ենք։ Տեղը 90,000 է, 89,000 ես
այդ կարգի թիվերը դիաուժերի նոր հաստատող պայմանավորվածի։ Եթե չեմ սխալվում 36000 է։ Գալիս է 50%-ի նվազում է մոտավորապես։ Փոփոխությունը գնահատում ենք դրական 80000 է եղել նախորդները, հիմա իջել է 33000-ի կարգի։ Վարում եմ 2023 թվականի BYD Song մեքենա, որը 187 էր։ Գույքահարկը նվազել է 82000 դրամից իջել է մինչև 35000 դրամի մոտակայքում, շատ հաճելի անակնկալ է ասած։ Իմ անձնական էջն եմ մտել էլեկտրոնային ստորագրությամբ, տեսել եմ նախկին դիաուժն է տված եւ նոր դիաուժը 8 կիլովատը։ Իմ մեքենայի դեպքում մոտ 50% է կազմում, 40000 դրամի կարգ է եղել նվազեցումը, ամեն դեպքում իմ պարագայում գոհ եմ, դժգոհ չեմ։ Տեղյակ եմ, որ մոտավորապես 33000 դրամ է դարձել 3 անգամ նվազել է։ Կոնկրետ այդ փոփոխությունից գոհ եմ, շատ ուրախ եմ, որ նվազել է, մինչև այդ բարձր ենք վճարում։ Վարորդների խոսքով նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ, բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։ Մինչև ես մտածում էի չբերեմ ավելի հզոր մեքենան, որովհետև սովորաբար հզոր մեքենան ավելի լավ է լինում էլ իր պարամետրերով, դիաուժի հզորությունը մեզ չի հետաքրում, ասենք չենք բերում, որովհետև դիաուժի դեպքում 8000 փոխ դիմուցեի։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի եւ հասկանալի քաղաքացիների համար։ Ապրիլի 18-ին ներքին գործերի նախարարությունում անցկացվել է գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրումը խորագրով դասընթաց։ Մասնակցել են շուրջ 300 ոստիկաններ, փրկարարներ եւ հանրային ծառայողներ։ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանն անդրադառնալով Բարեվարկության ինստիտուտի կարևորությանը նշել է, որ այն հանրային ծառայողի կարևոր արժանինքներից մեկն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը ներքին գործերի նախարարության գործընկերներին է ներկայացրել հայտարարագրերի տեսակները, դրանց ներկայացման ժամկետները, խոսել շահերի բախման, նվիրատվության, հայտարարատու անձանց պարտավորություններին առնչվող հարցերի մասին։ Ներկայացվել են հայտարարագրման գործընթացին վերաբերող խնդրահարույց օրինակներ, որոնց կարող են հաճախ բախվել հայտարարատու պաշտոնատար անձինք։ Այդ համատեքստում ընդգծվել է ծառայողների կողմից բարեվարկության կանոնների պահպանման անհրաժեշտությունը։ Դասընթացը կազմակերպվել էր ներքին գործերի նախարարության եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։